Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Խորհրդարանում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքելով թեմայի շուրջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի հնչեցրած մեկնաբանություններին։ Բաքվից արձագանքել էին ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին մի շարք մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի ուղղությամբ եւ նշել, թե Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համար, կատարի այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները։ Քանիցս ասել ենք, մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթատրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, մենք հանդես ենք եկել խորը եւ շատ ընդգրկուն նախաձեռնությամբ խաղաղության խաչմերուկում եւ նաեւ դրա տրամաբանության մեջ եւ այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ են կարել։ Այնպես որ այստեղ ավելացնելու շատ բան իրականում չկա, հանրահայտ են մեր դիրքորոշումները, բայց ես ուրիշ բան կուզեի ասեի առիթից օգտվելով, ախր հարցը միայն Ադրբեջանի մասին եւ մասով չի, չէ, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է օրինակ մեր արևմտյան հարևանին, մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով, մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում, երբ այնտեղի ունենա նպատակ ունենք կապվել օրինակ նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, չգիտեմ, Չինաստանի հետ, եւ այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք։ Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական դադարից հետո ապատեղեկատվություն տարածեց, նշելով, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որը անմիջապես հերքեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ինչևէ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները չեն համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է, Միրզոյանը հակադարձեց։ Ես կարող եմ ասել, որ ձեր նշած անձը կամ անտեղյակությունից, կամ թերևս շարունակաբար ինչ-որ իրողությունները խեղաթյուրելու եւ շարունակաբար սև գույներով իրականությունը ներկելու մոլուցքից է հավանաբար այդպիսի գնահատական արել, իհարկե չեմ կիսում, շատ ուղիղ օրինակ կարող եմ ասել, մենք եւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ, նույն Չինաստանի հետ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, ընդունվել է կամ հայտարարություն կամ երկկողմերը հանդես են եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ, որտեղ իմիջիալոց շատ հետաքրքրական կերպով ողջունվում են եւ Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը եւ մեր նախաձեռնությունը խաղաղության խաչմերուկը, այսինքն Չինաստանի կողմից ողջունվում է շատ ոլորտներ, որոնց մասին կարելի է եւ բարձրաձայն խոսել եւ բարձրաձայն չխոսել։ Մենք այդ խոսակցությունը զարգացնելու ենք, նախատեսվում են այցեր բարձրաստիճան, ես նաև հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստանի մասին, մեր համագործակցության մասին շատ ավելի շատ տեղեկություն են հայտնի հանրությանը։ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Հնդկաստանում էր ուղիղ 1 տարի առաջ։ 24 թվականի մարտի 3-ից 4-ը մեկնել էր Նյու Դելհի, մասնակցելու աշխարհաքաղաքականության ու աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողովի։ Իսկ անցյալ ամիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր մեկնել Հնդկաստան, հանդիպել իր պաշտոնակցի Ռաջնաթ Սինգհի հետ։ Նրանք քննարկել էին պաշտպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Այսպես, մարտի 5-ին հայտնի է դարձել Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցության մասին, որ կայացել է Պեկինում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։ Խորհրդակցության մասնակիցները նշել են հայ-չինական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին։ Իհարկե, այդ արձանագրումը առաջացնում է հարց, թե քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պայմաններում ինչու է մի քանի ամիս թափուր Հայաստանում Չինաստանի դեսպանի պաշտոնն ու դիվանագիտական առաքելությունը իրականացնում է գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Անշուշտ խիստ միամիտ կլինի եզրակացնել, որ Չինաստանում չկան դիվանագիտական կադրեր։ Այդուհանդերձ հայ-չինական քաղաքական խորհրդակցությունը իհարկե ողջունելի է եւ եթե կան որոշակի հարցեր, ապա պետք է հուսալ, որ դրանք քննարկվել են եւ պարզաբանվել։ Չինաստանն ակնհայտորեն կազմում է այն ուրվագծվող եռանկյունու մի անկյունը, որը սկսել է աշխարհակարգի վերակառուցման շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան։ 24 թվականի հուլիսին Չինաստանը ըստ էության նոր աստիճանի է բարձրացրել իր ներկայությունը Կովկասում, ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելով Բաքվի հետ։ Չին-ադրբեջանական հարաբերության այդ նոր մակարդակը վերաբերելու է թերևս ոչ միայն Ադրբեջանին, այլ Կովկասին ամբողջությամբ։ Հայ-չինական արտաքին քաղաքական գերատեսչությունների խորհրդակցության արդյունքում արված հայտարարության մեջ նշվում է Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ ռազմավարական ծրագրի, ինչպես նաև խաղաղության խաչմերուկի մասին, որի վերաբերյալ խոսում է Երևանը։ Այստեղ սակայն շատ էական է, թե Պեկինն ու Երևանը արդյոք նույնական պատկերացում ունեն այդ երկու ծրագրերի որևէ մեկի առնչությամբ։ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրած Չինաստանը կօգնի Հայաստանին հաղորդուղիների ապաշրջափակման հարցում իր մոտեցումներն առաջ մղել եւ Բաքվում ձևավորել դրանց վերաբերյալ առավել կառուցողական մոտեցում, թե հակառակը կաջակցի Հայաստանի առաջարկների հանդեպ Հայաստանի մերժողական եւ Ադրբեջանի մերժողական եւ առավելապաշտ կեցվածքին։ Այստեղ կարող է լինել հայ-չինական երկխոսության արդյունավետության առանցքային չափիչներից մեկը։ Եվ այժմ զրուցելու եմ քաղաքագետներ Էդգար Առաքելյանի եւ Արմեն Վարդանյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես Բաքվից արձագանքում են ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին եւ մի շարք մեղադրանքներ են հնչեցնում Հայաստանի ուղղությամբ եւ նշում, թե Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համար, կատարի այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները եւ երեք արտաքին գործերի նախարարը կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ այս հարցին, նշելով, որ Հայաստանը որևէ կերպ չի ստանձնել, չի խախտել որևէ պարտավորություն։ Պարոն Առաքելյան, ձեր գնահատականն եմ ուզում, ինչն է պատճառը Ադրբեջանի կողմից վերջին շրջանում այսպես տոտալ մերժողական քաղաքականությունը, ընդհուպ երեք էլ տևական դադարից հետո առաջին անգամ նորից շեշտվեց, իբր հայկական զինված ուժերը խախտել են հարավարևելյան հատվածում սահմանագոտու երկայնքով գիծայի, դուք ինչպես եք գնահատում, ինչ է փորձում Ադրբեջանը իրականացնել այս փուլում։ Ես կարծում եմ, որ կոմունիկացիաների բացման հետ կապված այնուամենայնիվ առաջիկայում մենք պետք է տեսնենք որոշակի առաջընթացներ եւ այս գործընթացում բնականաբար Ադրբեջանը փորձելու է հնարավորինս անել, որպեսզի ստանալ ավելին եւ այդ համատեքստում ես կարծում եմ Ադրբեջանի մոտեցումները կամ ցանկությունները ավելի մաքսիմալիստական են, քանի որ այն ինչ որ առաջարկում է Հայաստանը, դա փաստացի լայն հնարավորություն է օգտվել Հայաստանի տարածքով եւ բեռնափոխադրումների եւ մարդկանց տեղաշարժի լայն հնարավորություններից եւ պատահական չի, որ հայկական կողմը զուգահեռներ է անցկացնում նաեւ Իրանի հետ, գիտենք, որ Իրանի տարածքով Ադրբեջանը նույնպես ունի Նախիջևանին կապող ուրեմն ճանապարհ եւ Հայաստանը այս առումով էլ զուգահեռներ անցկացնելով նշում է, որ պատրաստ է նման ռեժիմով ճանապարհ տրամադրել եւ բնականաբար ի սկզբանե մենք գիտենք, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի մոտեցումները այս ճանապարհի հետ կապված, նրանք ցանկանում են ավելի շատ Հայաստանի սուվերեն վերահսկողությունից դուրս ճանապարհ ունենալ կամ դրան մոտ ինչ որ ռեժիմ եւ բանակցությունների ամբողջ ընթացքում, երբ որ
գործընթացները կտանեն կամ տրամաբանությունը հուշում է, որ կարող են այդ երթուղիները բացվել, Ադրբեջանը փորձելու է, ինչպես նշեցի, հնարավորինս ավելի մեծ զիջումներ կորզել Հայաստանից եւ կարծում եմ դա է հիմնական պատճառը, որ Ադրբեջանը փորձել է եւ փորձելու է նման հայտարարություններ անել։ Ինչ եք դուք կարծում, պարոն Վարդանյան, խնդրի հետ կապված եւ որքանով այս փուլում այսպես կոչված հայ-ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի։ Ես էլ համաձայն եմ գոլեգայիս հետ, որ միանշանակ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ է ուզում Ադրբեջանը, Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենց բեռնատարները պետք է Հայաստանի տարածքով անցնելիս զննման չենթարկվեն։ Բացի դրանից իրենք ես որքան հասկանում եմ կոնկրետ տեղամասում են ուզում ճանապարհ, խոսքը Մեղրիի հատվածի մասին է, որտեղ Ադրբեջանը կառուցում է Հորադիզ Աղբենդ երկաթգիծը, որը 160 կիլոմետրանոց երկաթգիծ է, բավականին մեծ աշխատանքներ է արվել, մեծ գումարներ է ծախսվել, նախագծի մոտ 60-70% արդեն իրագործվել է, կառուցվել է եւ կարծում եմ այս տարվա վերջերին արդեն կկառուցեն ամբողջ հատվածը եւ կհասցնեն այդ երկաթգիծը Հայաստանի սահմանին։ Եվ դրան զուգահեռ նաեւ կառուցվում է ավտոմոբիլային ճանապարհը, որը որ պետք է գա Հայաստանի Մեղրիի հատված եւ իրենց հաշվարկով հենց այդտեղով պետք է անցնի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Իրենք իհարկե նաեւ իրենց Պահեստային տարբերակներ ունեն, այնպես չի որ միայն Հայաստանի հյուսիսին են մնացել։ Պահեստային տարբերակն այն է, եթե Հայաստանի հետ չստացվի, այնտեղ երբ որ հասնում է Մեղրիի հետ սահման, Հայաստանի հետ սահման, պետք է կամրջի միջոցով անցնի Իրան այդ ճանապարհը եւ երկաթուղին եւ Իրանի տարածքով շարունակելով գնա Նախիջևանի հանրապետություն։ Այնպես որ իրենք կոնկրետ տեղամասում են ուզում իրենց համար ճանապարհ հատկացնել, իսկ իրենց հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը խորթուբորտ ճանապարհներ է առաջարկում, օրինակ ես ոնց հասկացա, օրինակ Ադրբեջանին առաջարկվել է մի ճանապարհ, որը որ պետք է մոտավորապես Ջերմուկի մոտերից մտնի եւ այնտեղ անցնի դեպի Հայաստանի արևմտյան մաս, այնտեղից այս վերջերս կառուցված Մարգարայի անցակետով անցնի Թուրքիա։ Այս ճանապարհը իրենց սրտով չէ, իրենք կոնկրետ ուզում են հատված, դա Մեղրիի հատվածն է։ Դա եւս մեկ անգամ կցանկանամ շեշտել։ Պարոն Առաքելյան, իրեւ տեսեք, մենք տեսնում ենք նաև 3 խորհրդարանում արտաքին գործերի նախարարության կողմից այլ հայտարարություններ, նախարարի կողմից այլ հայտարարություններ նույնպես կապված օրինակ հայ-չինական, այսպես հնդկական հարաբերությունների հետ։ Անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները չեն համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է։ Դուք ինչ եք կարծում, հայ-չինական հարաբերությունները որքանով են այսպես ամբողջությամբ օգտագործվում, թե այստեղ կա բաց, հաշվի առնելով, որ տևական ժամանակ է փաստորեն դեսպանի պաշտոնն էլ թափուր է։ Ընդհանրապես ցանկացած հարաբերությունների համատեքստում մենք պետք է նայենք տվյալ երկրների նախ եւ առաջ տնտեսական եւ առևտրաշրջանառությունը եւ այս առումով եթե չեմ սխալվում Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը բավականին վերջին տարիներին մեծացել է եւ դա նույնպես խոսում է հարաբերությունների մասին։ Օրեր առաջ տեղ ունեցավ նաեւ Հայաստանի փոխարտգործնախարարի եւ Չինաստանի փոխարտգործնախարարի հանդիպումը, երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունը, խորհրդակցությունը, եւ ես կարծում եմ, որ այս ընթացքում մենք կտեսնենք նոր դեսպան Չինաստանից։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ինչպես իր բոլոր մյուս հայտարարություններում սա նույնպես չափազանցնում է եւ ես չեմ կարծում, որ կա մեծ խնդիր Հայաստան-Չինաստան հարաբերություններում։ Մեծ առումով ես կարծում եմ, որ Չինաստանը ունի շահեր այս տարածաշրջանում, ճիշտ է կա Չինաստան-Ադրբեջան արդեն իսկ ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ
տարածաշրջանը չի ավարտվում Ադրբեջանով եւ տարածաշրջանում նաեւ առաջ մղվող Հայաստանի կողմից խաղաղության խաչմերուկի շրջանակներում Չինաստանը նույնպես կարող է լրացուցիչ հնարավորություններ ունենալ եւ ես չեմ կարծում որ Չինաստանը այդ հնարավորությունները բաց կթողնի Պարոն Վարդանյան, դուք ինչ եք կարծում այդ համագործակցությունը որքանով է այսպես բազմակողմանիորեն օգտագործվում, թե կա այդ հարաբերություններում նկատելի բաց։ Նկատելի բաց կա, ես երևի այս հարցում կհամաձայնեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև Հարավկովկասյան երկրներից միայն Հայաստանի հետ Չինաստանը այնպիսի խոր հարաբերություններ չունի, ինչպես ասենք Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Վրաստանի հետ բավականին մեծ պայմանագրեր ունի, միլիարդավոր դոլարների ներդրումներ պետք է անեն։ Այնտեղ Անակլիայի նավահանգիստ պետք է կառուցեն, չգիտեմ ինչ փուլում է հիմա։ Ադրբեջանի հետ էլ բավականին լավ, ասես պայմանագրային բազա ունեն, բայց Հայաստանի հետ թույլ է այդ պայմանագրային բազայում։ Իհարկե կա երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացում, բայց դա ավելի շատ կապված է Հայաստանի կողմից չինական ապրանքների ծավալների ներկրման հետ, բայց այսպես երկու երկրների միջև պայմանագրերի տեսքով այսպես մեծ պայմանագրային բազա ես չեմ տեսնում եւ այստեղ իհարկե մենք աշխատելու տեղ ունենք, որովհետեւ տեսնում ենք որ մեր հարևանները այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք են կատարում։ Ադրբեջանն էլ բավականին այսպես լուրջ, բավականին մեծ քայլեր է ձեռնարկում Չինաստանի հետ մերձենալու համար, չինական ներդրումներ ներգրավելու համար, ամեն չանում է որ չինական մեկ գոտի մեկ ճանապարհ այդ նախագիծը իր տարածքով անցնի եւ այլն եւ այլն։ Այնպես որ մենք աշխատելու տեղ ունենք այս առումով եւ ես հույս ունեմ որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը Հայաստանի իշխանությունները այս բացը կլրացնեն կարճ ժամանակում։ Պարոն Առաքելյան, լավ, ինչ եք կարծում։ Ի վերջո մեծ հաշվով Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության կամ գործընկերության համաձայնագիր ստորագրած Չինաստանը կարող է օգնել Հայաստանին, օրինակ հաղորդուղիների ապաշրջափակման հետ կապված, թե այնուամենայնիվ հակառակը կարող է լինել, աջակցել Բաքվի առաջարկներին, ինչ եք դուք կարծում։ Տեսեք, հատկապես վերջին աշխարհակաղակական փոփոխությունների հետ կապված հատկապես Միացյալ Նահանգներում մենք ունենք Ադրբեջան, որը ունի ռազմավարական համագործակցության փաստաթուղթ Չինաստանի հետ եւ ունենք Հայաստան, որը ունի ռազմավարական համագործակցության փաստաթուղթ Միացյալ Նահանգների հետ եւ բնականաբար հաշվի առնելով Միացյալ Նահանգներից հնչող են կոչերը, որ կամ ուրեմն ցանկությունները, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիայի հիմնական խնդիրը կամ խնդիրներից մեկը հանդիսանալու է Չինաստանի զսպումը կամ Միացյալ Նահանգների հիմնական խնդիրը դա Չինաստանն է, ապա բնականաբար այստեղ նաև Հայաստանը միգուցե ցուցաբերել է որոշակի զգուշավորություն, սակայն այստեղ խնդիրը նախ եւ առաջ արկա կամ պոտենցիալ տնտեսական հնարավորությունները մաքսիմալ օգտագործելն է եւ մյուս կողմից ոչ ի վնաս մյուս պետությունների հետ հարաբերություններին մենք գիտենք որ այո եւ Ադրբեջանը եւ Հայաստանը աշխարհակաղակական առումով ավելի նպաստավոր պայմաններ ունեն եւ այդ հնարավորությունները նրանց թույլ է տալիս շատ ավելի ուրեմն գլոբալ խնդիրներում ներգրավել եւ լուծումներ գտնել, սակայն դա չի նշանակում, այո, որ Հայաստանը պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ չտանի, եւ խնդիրը այստեղ նաեւ տնտեսական ու նախ եւ առաջ տնտեսական համագործակցության հնարավորությունները օգտագործելն է։ Ես չեմ կարծում, որ Չինաստանը մեծ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, հատկապես կոմունիկացիաների բացման առումով, սակայն ես կարծում եմ, որ հնարավոր կոմունիկացիաների բացման առումով Չինաստանը այստեղ լրացուցիչ, ինչպես նշեցի, հնարավորություններ կստանա եւ կարծում եմ պետք է աշխատենք հենց այդ ուղղությամբ, ինչ ունենք մենք առաջարկելու այդ առումով Չինաստանին եւ ինչ ուրեմն այդ հնարավորությունները օգտագործելու համար Չինաստանը ինչպես կօգտագործի իր գործոնը կամ լծակները դրանք իրագործելու համար։
Որքանով են օգտագործված հայ-հնդկական հարաբերություններում այսպես բոլոր հնարավորությունները, պարոն Վարդանյան, ինչ եք կարծում, հաշվի առնելով, որ մեկ ամիս առաջ 24 թվականի մարտի 3-ից 4 արտգործնախարարն էր մեկնել Նյու Դեյլի եւ նաեւ Սուրեն Պապիկյանն էր մեկ ամիս առաջ Հնդկաստանում հանդիպելու իր պաշտոնակցի հետ։ Այս ուղղությամբ համագործակցության խորացման ինչպիսի հնարավորություններ եք տեսնում։ Հնդկաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է։ Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ 1 ներկրողը աշխարհում։ Բացի դրանից, տեսնում ենք պարբերաբար քաղաքական հանդիպումներ են լինում տարբեր գագաթնաժողովների եւ միջոցառումների շրջանակներում։ Փաշինյան մոդի մի քանի այսպես ոտքի վրա, բայց հանդիպումներ եղել են, ինչ որ բաներ քննարկել են, պաշտոնյաների երկու պաշտոնյաների փոխայցեր կան, բայց այստեղ էլ տնտեսական հարաբերությունների առումով իրավիճակը մխիթարող չէ, երկու ապրանքաշրջանառության ծավալները շատ թույլ են, ընդհանրապես տնտեսական հարաբերությունների Հնդկաստանի հետ շատ ցածր մակարդակի վրա են։ Հնդկաստանը աշխարհի թիվ 1 ամենամեծ շուկան է եւ մենք այս ուղղությամբ պետք է աշխատանքներ կատարենք եւ ինչ որ բաներ փորձենք այնտեղ արտահանել եւ կցանկանայի որ համատեղ նախագծեր իրագործվեն հնդկական IT տեխնոլոգիաները IT ընկերությունները բավականին մեծ հաջողություններ են հասել աշխարհում այս ուղղությամբ կարելի է աշխատել մի խոսքով ռազմաքաղաքական իրավիճակը բավական հարաբերությունները այսպես ասեմ բավականին լավ են Բայց տնտեսական հարաբերությունները համահունչ չեն ռազմաքաղաքական հարաբերություններին եւ պետք է փորձել հավասարեցնել այս վիճակը։ Ինչ եք դուք կարծում, պարոն Առաքելյան, խնդրի հետ կապված։ Ես կարծում եմ, այո, բոլոր հարաբերություններում առաջին պլան պետք է մղվի տնտեսական փոխհարաբերությունները եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական շահը։ Հնդկաստանի հետ մենք ունենք ռազմաքաղաքական լուրջ հարաբերություններ արդեն ձևավորված եւ ես կարծում եմ որ նույն Հնդկաստանի հետ Միացյալ Նահանգների օրինակով ժամանակն է որպեսզի Հայաստանը նույնպես ունենա համապատասխան փաստաթուղթ եւ այստեղ ես կարծում եմ նաեւ կարող է եթե Չինաստանի համատեքստը դիտենք այստեղ նույնպես կարող են որոշակի ուրեմն խնդիրներ առաջանալ նաեւ կապված Չինաստանի հետ Այն որ մենք գիտենք նաև Հնդկաստան-Չինաստան հարաբերությունները եւ այն մրցակցությունը առնվազն որ կա Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ եւ նաև արևմուտքի եւ մասնավորապես Միացյալ Նահանգների մոտեցումները Հնդկաստանի եւ Չինաստանի հետ գիտենք որ այդ տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական գործընկերը ըստ էության առնվազն նաև պոտենցիալի առումով դա Հնդկաստանն է եւ այստեղ հաշվի առնելով նաև Հայաստան-Հնդկաստան արդեն ձևավորված հարաբերությունները եւ Հայաստան-Միացյալ Նահանգները արդեն ստորագրված փաստաթուղթը կարծում եմ այդ հարաբերությունները պետքա նաև դառնան ավելի ինստիտուցիոնալ ռազմաքաղաքական կոմպոնենտին ավելի կոմպոնենտին զուգահեռ ավելի մեծ շեշտադրվում կատարվի նաև տնտեսական կոմպոնենտին, քանի որ այո ինչպես նշեց գործընկերս Հնդկաստանը ունի տնտեսական մեծ պոտենցիալ եւ Հայաստանի նման փոքր պետության համար այդ պոտենցիալը օգտագործելը մեծ հնարավորություն է։ Եվ Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին փաստորեն Հնդկաստանում կլինի, սա նորից մի լավ հնարավորություն է այդ հարաբերությունները ամրապնդելու, եթե ամփոփենք զրույցը, պարոն Վարդանյան համեցեք։ Այո, իհարկե, դա բավականին լավ հնարավորություն է ամրապնդելու եւ զարգացնելու հայկական հարաբերությունները, բայց ես էլի կպնդեմ, որ պետք է ավելի բարձր մակարդակով այցերի վրա աշխատել։ Խոսքը վերաբերում է Հայաստանի վարչապետի Հնդկաստան կատարելիք այցի եւ հակառակը Հնդկաստանի վարչապետ Մոդի Հայաստան կատարելիք այցի մասին։ Մանավանդ որ նախորդ տարի այդպիսի խոսակցություններ կային, որ Մոդին գալու է Հայաստան։ Ես չգիտեմ հիմա այդպիսի բանակցություններ, քննարկումներ կան թե ոչ, եթե կան ինչ փուլում են, բայց պետք է աշխատել ուղղությամբ, որ ավելի բարձր մակարդակով լինեն այդ փոխայցերը եւ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրվի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ զրուցում էի քաղաքագետներ Էդգար Առաքելյանի եւ Արմեն Վարդանյանի հետ։